Մենամարտը տեղի ունեցավ Ավստրիայում, մեծ թվով մեկնեցինք դեպի Ավստրիա, այդքան սպասված շատ կարևոր մենամարտին։ Մեկնեցի Լևոն Քոչյան եւ Սերգեյ Ասատուրովի հետ, ովքեր գիտեք, որ Լևոն Քոչյանը ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, Սերգեյը գլխավոր մարզիչ։ Պատրաստվել էի շատ երկար այս մենամարտին, քանի որ սա թե իմ համար եւ թե մեր հայրենիքի համար շատ կարևոր տիտղոս էր։ WBO վարկածով, նշեմ, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսներ խաղարկվում, պայքարը շատ դժվար է իրականում, նորից կրկին կասեմ, շատ երկար էի պատրաստվել, քանի որ հակառակորդը փորձառու մարզիկ էր, պրոֆեսիոնալ ռինգում ուներ 25 հաղթանակ, ընդամենը 2 պարտություն, փառք Աստծո, հաղթանակը մերն է եւ 4 ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեցի եւ տիտղոսը Հայաստանում է արդեն։ Ապագա պլաններով ես չեմ սիրում խոսալ, որտեղ ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Աստված առաջ կգնանք նոր հաղթանակների ետևից, նոր տիտղոսների ետևից։ Այո, նպատակային է, որ դառնամ արդեն աշխարհի չեմպիոն, քանի որ սա արդեն WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնի գոտիներ, գնանք WBO վարկածով աշխարհի չեմպիոնի ետևից։ Բայց կուզեմ նշեմ, որ ես մի քանի վարկածներով աշխարհի չեմպիոն եմ, բռնցքամարտի, յուդո վարկածով, WBO վարկածով, WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն, նմանատիպ շատ տիտղոսներ ունեմ։ Աշխարհի Գինեսի ռեկորդակիր եմ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն եմ, ուժային ըմբշամարտի նույն մաս ռեսլինգի Եվրոպայի չեմպիոն, ստրոնգմենի Եվրոպայի չեմպիոն, բազմաթիվ սպորտազևերի մասնակցել եմ, ու փառք Աստծո, որ կարողացել եմ հասնել նմանատիպ արդյունքների։ Կուզեմ նշեմ շնորհակալություն իմ ընկերներին, ովքեր որ իմ հետ մեկնեցին Ավստրիա, ովքեր որ աջակցեցին ամեն ձև, որ կարողանամ հասնեմ այդ արդյունքի, մասնակցեմ։ Շնորհակալություն Ավստրիայի իմ ընկերներին, Բելգիայի իմ ընկերներին, ովքեր որ ներկային միջոցառմանը շատ ջերմ ընդունելության արժանացրեցին մեզ։